Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Բուժինֆոն է։ Հաղորդաշար, որտեղ բացահայտում ենք առողջության կարևոր գաղտնիքներ, քննարկում բժշկության վերաբերյալ կարևոր թեմաներ, օգնում ձեզ կատարել ճիշտ քայլեր ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման հարցում։ Տաղավարում ես եմ Ռիփցիմե Պողոսյանը, Նյարդաբան։ Մինչ օրվա անոնսը դիտելը հիշեցնեմ, որ այսօր մենք խոսելու ենք հոգեկան առողջության կարևորության մասին։ Հիշեցնեմ, որ հոկտեմբեր ամսին նշվում է հոգեկան առողջության համաշխարհային օրը եւ սա եւս մեկ լավ առիթ է հիշեցնելու ինչքան կարևոր է հոգ տանել մեր եւ մեր հարազատների հոգեկան առողջության մասին, մասնավորապես չմոռանանք ինչքանով դա կարևոր է հատկապես բնական աղետների եւ արտակարգ իրավիճակներում։ Քիչ անց տաղավար կհրավիրեմ մեր զրուցակցին, ում հետ կխոսենք այսչափ նուրբ եւ կարևոր թեմայից։ Իսկ այս պահին եկեք դիտենք օրվա անոնսը։ Այսօր դիտեք, ինչպես կարելի է պատրաստվել հոգեկան առողջության խնդիրներին արտակարգ իրավիճակներում, օրինակ սթրեսի կամ տագնապի դեպքում։ Ինչ է պիգմենտացիան եւ ինչպես կարելի է ճիշտ ընտրել կլինիկական թեստավորված դերմատոկոսմետիկ միջոցներ, որպեսզի պիգմենտացիայի դեմ պայքարը լինի արդյունավետ։ Ինչ գործոններ կարող են խանգարել երեխայի կենտրոնացմանը եւ ինչպես կարող են ծնողները նկատել, որ իրենց երեխան դժվարանում է կենտրոնանալ տանը կամ դպրոցում։ Գեղեցկությունը տեխնոլոգիայի ուժով։ Վիորա Սարքը վերականգնում է մաշկի առանձնականությունն ու երիտասարդությունը առանց վիրահատության։ Ինչ ցուցումներ եւ հակացուցումներ այն ունի։ Հարգելի հեռուստադիտողներ, օրեր առաջ ամբողջ աշխարհում նշվեց հոգեկան առողջության համաշխարհային օրը, որի կարգախոսն էր այս տարի հասանելիություն ծառայություններին, հոգեկան առողջությունը աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ։ Այս թեման ընդգծում է, թե որքան կարեւոր է հոգեկան առողջության մասին պարբերաբար խոսելը, դա ել ավելի ակնհայտ է դառնում հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Եվ այսօրվա մեր հյուրն է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանրային առողջապահության ծրագրերի համակարգող հոգեկան առողջության պատասխանատու հոգեբան Մարիետտա Խուրշիդյան, ով կներկայացնի, թե ինչպես կարելի է հաղթահարել այս մարտահրավերները, որոնք ցավոք սրտի ժամանակակից աշխարհում միայն ավելանում են։ Ողջույն Մարիետտա։ Ողջույն Ռիփցիմե։ Շնորհակալություն, որ այսօր մեզ հյուրընկալել եք։ Խնդրեմ նախ սկսենք նրանից, ինչու այս տարի ընտրվեց հենց այս կարգախոսը եւ ինչու է կարեւոր այսքան իրազեկումը եւ պարբերաբար հոգեկան առողջության մասին խոսելը։ Իրականում ինչ որ չափով դուք ձեր հարցի մեջ արդեն պատասխաննել տվեցիք, երբ որ խոսեցիք աղետների, մարտական գործողությունների, բազմաթիվ նաեւ ինչու ոչ համաճարակների եւ այլ թե մարդածին, թե բնական աղետների վերաբերյալ, որովհետև այո, ցավոք սրտի մենք պետք է արձանագրենք, որ այսօրվա աշխարհը փոփոխվում է, այսօրվա աշխարհը շատ դինամիկ ենթարկվում է շատ տարբեր ճգնաժամերի եւ մենք կարծես թե մի օջախը ճգնաժամի մարում ենք եւ հաջորդ աշխարհամասում, հաջորդ որևէ տեղ, որևէ երկրամասում առաջանում է ինչ-որ նոր ալիք։ Եվ դա միանշանակ ստեղծում է որոշակի անկայունություն հոգեկան առողջության տեսանկյունից, ընդ որում մենք պետք է նաեւ արձանագրենք, որ ոչ միայն այն մարդկանց կողմից, ովքեր որ ուղղակիորեն տուժում են այդ աղետներից կամ մարտական գործողություններից, տեղահանություններից, բայց անգամ այն մարդկանց մոտ, ովքեր որ պարզապես հետևում են դրան, չգիտեմ, հեռուստացույցի էկրանից այն կողմ կամ ուղղակի իրազեկվում են նման տեղեկատվության վերաբերյալ։ Ինչու է կարգախոսը ընտրվել այս տարի, այո, ի պատասխան նրան, որ մենք տեսնում ենք, որ նման ճգնաժամային իրավիճակներ, արտակարգ իրավիճակներ, իրանք կարծես ստվերից հանում են հոգեկան առողջության խնդիրը։ Ինչու եմ ասում ստվերից են հանում, որովհետև շատ երկար ժամանակ հանրային առողջության ոլորտում հոգեկան առողջությունը դիտարկվում էր, կարծես հավելյալ, երկրորդական ինչ-որ մի հատված եւ մենք բոլորս, այդ թվում նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ուշադրության կենտրոնում պահում ենք մարմնի հիվանդությունները։ Սակայն հետագայում այդ մոտեցումը փոխվեց եւ մենք դրա համար նաեւ ունենք մյուս մեր կարգախոսը առողջապահության համաշխարհային կազմակերպության, որը ասում է չկա առողջություն առանց հոգեկան առողջության։ Եվ այստեղ այո, մենք փորձում ենք ստվերից դուրս բերել այս խնդիրը եւ փորձում ենք ընդգծել այդ կարգախոսով, որ նույնիսկ արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ բոլորիս բնականon ցանկությունն է փրկել մարդուն, դեղորայք հասցնել, սնունդ, ապահովել իր, չգիտեմ, մինիմալ ֆիզիկական պահանջները, այնուամենայնիվ երկրորդական չի կարող դիտվել նաև հոգեկան առողջության աջակցության կարիքը։
Լիովին համամիտ եմ, շնորհակալ եմ, որ այս ակցենտավորում արեցիք, որովհետև կարծես թե նույնիսկ կարատավոր ուղղակի է ու կարելի ասել նույնիսկ հակառակը հոգեկան առողջության կաթարման դեպքում ֆիզիկական առողջությունը ուղղակի անհնարին է եւ նույնիսկ կարող է դա բերել որոշ ֆիզիկական կամ օրգանական հիվանդությունների, որում մենք ամեն օր համոզվում ենք։ Միանշանակ եւ մենք տեսնում ենք, թե որքան մարդիկ կան, որոնք կարող է բարձրարձակապես ֆիզիկապես ուժած կամ խեղված չեն, բայց այնուամենայնիվ ունենալով հոգեկան առողջության խնդիրներ չեն կարող լինել լիարժեք ֆունկցիոնալ, չեն կարող շարունակել մնալ հասարակության լիարժեք անդամ։ Եվ այդպիսի օրինակները շատ ավելի շատ են, եւ մենք ունենք նաեւ օրինակներ, երբ որ մարդիկ անգամ վերջույթների բացակայության դեպքում, տեղաշարժման անհնարինության դեպքում, բայց տոկուն հոգեկան առողջություն ունենալով կարողանում են ինտեգրվել հասարակության մեջ, նվաճումներ ունենալ, ապրել լիարժեք, բազմագույն կյանք։ Շատ ճիշտ է, համաձայն եմ։ Խնդրեմ ասեք Մարետա, նաև ինչպիսի մարտահրավերներ կան այսօր ժամանակակից աշխարհում աղետների դեպքում, արտակարգ իրավիճակներում հատկապես հենց հոգեկան առողջության թե մատուցման, թե այն մարդկանց, ովքեր կարիք ունեն, միգուցե չեն դիմում, հետաքրքիր որոնք են հիմնական այստեղ բացթողումները, թե անհատի, թե միգուցե հասարակական կազմակերպությունների։ Իրականում որքան էլ որ տարբեր են աղետները, բայց նույնն են մարտահրավերները, որոնց մենք հանդիպում ենք որպես հանրային առողջության մասնագետներ։ Նախ եւ առաջ դա իհարկե ենթակառուցվածքների բացակայությունն է, որովհետեւ սովորաբար բոլոր աղետների ժամանակ այդ ենթակառուցվածքները, այստեղ խոսքը գնում է օրինակ հիվանդանոցների, նույն հոգեբանական, հոգեկան առողջության կենտրոնների կարող են կամ ֆիզիկապես վնասված լինել, կամ կարող է օրինակ հասանելի չլինել ինչ-որ այլ պատճառներով, ճանապարհները լինեն փակ, անձնակազմը չկարողանա հասնի բժշկական հաստատություն, որպեսզի ծառայություն մատուցի, այսինքն ինֆրակառուցվածքի կամ ենթակառուցվածքի խաթարումը դա մեր ամենամեծ մարտահրավերներից մեկն է լինում հենց առաջի փուլում, եւ դա է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խրախուսում է ծառայությունները տեղափոխել դեպի համայնք, այսինքն մոտ բերել նրանց, ովքեր որ դրա կարիքը այդ պահին ունեն տուժածներին, այն համայնքներին, որոնք որ նաև հյուրընկալում են տուժածներին, որտեղ այդ համայնքները եւս շատ հաճախ նման աջակցության կարիք ունենում են։ Մյուսը, որ նորից շատ կապված է եւ աղետի հետ, եւ բայց կարող է նաեւ կապված լինել առողջապահական համակարգի հետ, որպես այդպիսին ընդհանուր առմամբ, դա իհարկե մասնագետների պակասն է։ Մասնագետների պակասը մի կողմից կարող է պայմանավորված լինել նրանով, որ այդ մարդիկ եւս մարդ են եւ իրենք տուժել են այդ աղետի կամ պատերազմական գործողության, մի խոսքով արտակարգ իրավիճակի արդյունքում, կամ կարող է իրենք պարզապես թվականակով չեն բավականացնում նոր իրողություններում նոր առաջացող պահանջմունքը, պահանջարկը բավարարելու համար, որովհետև ակնհայտ է, որ եւ ֆիզիկական առողջության եւ հոգեկան առողջության տեսանկյունից մենք ունենում ենք աճ դեպքերի, նոր դեպքերի գրանցում եւ մարդիկ պարզապես չեն կարող լինել տեղում։ Ինչ է տեղի ունենում այդ հոգեբանական բեռը մարդու հետ առաջին անգամ որևէ միջադեպից արտակարգ իրավիճակից հետո առերեսվելու ընկնում է սովորաբար առաջի արձագանքողի վրա։ Դա կարող է լինել փրկարարը, դա կարող է լինել համայնքային աշխատողը, դա կարող է լինել ուղղակի բժիշկը, որը այնուամենայնիվ չունի որոշակի հմտություններ եւ գիտելիքներ հոգեկան առողջության ոլորտում, ինչու ոչ երեխաների դեպքում այդ մարտահրավերը կարող է ուսուցիչների բեռը դառնալ, բայց ցավն այն է, որ շատ հաճախ շատ երկրներում այդ մասնագետները չեն տիրապետում հոգեբանական կամ հոգեսոցիալական աջակցության են բազային հմտություններին, որոնք որ անհրաժեշտ են արտակարգ իրավիճակներում։ Մյուս մեծագույն խնդիրը, որը շարունակում է մնալ ոչ միայն խաղաղ ժամանակ, բայց նաև այն ժամանակ, երբ որ մենք ունենք արտակարգ իրավիճակ, դա իհարկե հոգեկան առողջության խարանն է։ Մենք այնուամենայնիվ դեռ շարունակում ենք համարել, որ հոգեկան առողջության մասին խոսելը, սեփական անհաջողություններ այդ ոլորտում արձանագրելը ամոթալի է, հարիր չէ, դա թուլության նշան է։ Ինչ որ մեկը կտեսնի եւ կմտածի, որ մենք կներեք այդ բառը եթերում օգտագործելու, բայց այնուամենայնիվ սա է տիպիկ բնութագրում գիժ է, աննորմալ է, իմ հետ ինչ որ բան այն չէ, եւ եթե այդ կանխազգացումը մարդու մոտ կա, շատ դժվար է մարդուն նաեւ բերել դեպի հոգեկան առողջության ծառայություն, այսինքն ինքը կարիք ունենալով հանդերձ չի դիմում մասնագետների կամ չի ընդունում առաջարկվող օգնությունը եւ սա եւս
շատ ակտիվ դրսևորվում է նաև արտակարգ իրավիճակներում։ Միգուցե նույնիսկ շատ հումանիստական տեսանկյունից, երբ որ մարդը ասում է, դե իմ խնդիրը այդքան մեծ չի, ես տեսնում եմ, որ ինչ որ մեկը հարազատ է կորցրել, ինչ որ մեկը տուն է կորցրել, իմը ընդամենը, չգիտեմ, գիշերները լավ չեմ քնում, կարելի է դրա հետ ապրել։ Բայց ցավոք սրտի չէ, դրա հետ ապրել ոչ միայն չի կարելի, պետք չի եւ օգնության դիմելը բացարձակապես ու երբեք թուլության նշան չի։ Այո, շնորհակալ եմ, այնքան բովանդակալից ներկայացրեցիք իրավիճակը, որ ինքս լինելով առաջնային ուղղակի, այսպես ասած, բուժ աշխատող, մի բուժ հաստատությունում, որտեղ նաև մատուցում ենք պոլիկլինիկական ծառայություն, իրոք շատ դժվար է, երբ օրինակ թերապևտը կամ ինչու ոչ նյարդաբանը ուղղորդում է բուժառուին գնալ հոգեբանի մոտ, առաջին արձագանքը միանշանակ չէ եւ միշտ կան ինչ-որ կասկածներ, այդ ձեր ասած բնորոշումը, ես հոգեբուժական հիվանդություն չունեմ, հոգիս չեմ, ցանկություն չունեմ, կարևոր չէ, այսինքն մի շարք տարբեր կարծրատիպեր կան, որոնք շատ խանգարում են, այսպես ասած, մեր դեպքում ստերեոտիպ մտածողությունը մի քիչ շատ է։ Կարծում եմ այսօրվա մեր զրույցը ինչ որ առումով որոշ բաներ կարող է եւ օգնել իրազեկել, որ դա բոլորովին էլ ամոթալի չէ։ Մարետա, ինչպիսին է վիճակը Հայաստանում։ Մենք խոսեցինք առողջապահության, համաշխարհային կազմակերպության մասին, արդյոք Հայաստանը այսօր ստանում է որոշակի օգնություն։ Մենք գիտենք, որ այն պետություններից ենք, որոնք դեռ զարգացող են, հատկապես այս սֆերայում դեռ ունեն կարիք աջակցության, ինչպիսի ծրագրեր կան, որոնք աջակցում են մեզ այս հարցում։ Իրականում այո, շատ ճիշտ եք, մենք բոլորովին չենք տարբերվում աշխարհի շատ ու շատ երկրներից, այդ թվում նաև պետք է ասեմ, որ մենք ասում ենք, մենք զարգացող ենք, ճանապարհի կեսին ենք, բայց շատ հաճախ մենք պետք է նաև ընդունենք եւ խոստովանենք, որ անգամ շատ զարգացած երկրներում հոգեկան առողջության ծառայությունները, մասնագիտացված ծառայությունները դեռ այսօր բավարար չափով չկան, եւ մենք չունենք հոգեկան առողջության մասնագետների այն բանակը, որը կբավարարեր բոլորի կարիքները։ Եվ դա եւս որոշակի խոչընդոտ է ստեղծում եւ այդ ուղղությամբ է, որ կատարվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը մեր կառավարությանը, իդեմս առողջապահության նախարարությանը, ով այն գերատեսչությունն է, ում հետ մենք հիմնականում համագործակցում ենք քաղաքականության մշակման տեսանկյունից, բայց նաեւ իհարկե արտակարգ իրավիճակների ժամանակ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի կարող անմասն մնալ պետության վրա ընկած բեռի տեսանկյունից եւ մենք եւս այդ ընթացքում եւ 2020 թվականին եւ մենք ունեինք եւ COVID, եւ պատերազմ, եւ 2023-ին, երբ որ մենք ունեինք բռնի տեղահանվածներ, ովքեր որ տեղակայվել էին արդեն Հայաստանի տարածքում, այդ ընթացքում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փորձել է իր գիտելիքները եւ փորձը բերել Հայաստան։ Ու մասնավորապես կարող եմ մի քանի ծրագրի մասին շատ կարճ պատմել, դրանցից մեկը հենց ուղիղ այն է, ինչի մասին դուք ասեցիք, որպես առողջապահության առաջնային պահպանման օղակ, շատ հաճախ բժիշկները հենց ամենաառաջինն են, ովքեր որ դիմավորում են մարդուն։ Ընդ որում այդ մարդը սովորաբար հայտնվում է ԱՊ օղակում, առողջության առաջնային պահպանման օղակում, այն պատճառով, որ ունի ֆիզիկական որոշակի գանգատներ։ Բայց շատ հաճախ նաև բժիշկը հայտնաբերում է, որ այդ ֆիզիկական գանգատները, որքան էլ որ դու փորձում ես հետազոտել լաբորատոր հետազոտություններ, գործիքային հետազոտություններ, այնուամենայնիվ չես գտնում բուն պատճառը եւ այստեղ բժիշկը արդեն ինչ որ չափ իրեն անզոր է սկսում զգալ եւ սկսում է առաջնորդվել ինտուիցիայով, այսինքն հասկանում է, որ պատճառը միգուցե հոգեկան առողջության խնդիրներն են, բայց չունի այն գործիքակազմը նախ որով կարող է օգնել այդ մարդուն եւ որով կարող է մի փոքր ինքը ավելի վստահ լինել, որ այստեղ իսկապես հոգեկան առողջության խնդիր է եւ օրինակ անհրաժեշտության դեպքում ուղղորդել նեղ մասնագետի հոգեբանի կամ հոգեբույժի մոտ։ Եվ ծրագրերից մեկը հենց դրան էր ուղղված։ Մենք ունեցանք մոտ 100 վերապատրաստված բժիշկ, ԱՊ բժիշկ, ովքեր որ տարբեր մարզերում էին բնակվում, դա Սյունիքներ, Գեղարքունիքներ, Կոտայքներ, Արարատներ, Երևաններ, եւ ովքեր աշխատում էին առողջության առաջնային պահպանման օղակում այս կամ այն ձևով, որտեղ մենք գիտենք, մենք մարզերում ունենք ընտանեկան բժիշկներ, Երևանում ունենք թերապևտներ, այնուամենայնիվ գործառույթների իմաստով իրենք բավականին մոտ են եւ իրենք հենց առաջի, այսպես ասած, դարպասապահն են նման խնդիրների հետ առնչվելու։ Իրենք վերապատրաստվեցին մեր այսպես կոչված image gap գործիքով, որը որ եթե բացեմ մի քիչ այդ հապաղումը, ընդհանրապես ուղղված է նրան, որ մենք փորձում ենք ոնց որ այդ կամուրջը ստեղծել, բացը փակել
բժշկական ծառայությունների եւ մասնագիտացված ծառայությունների միջև, որովհետեւ այո, մենք հասկանում ենք, որ ունենալ հոգեբույժ բոլորի համար հնարավոր չէ։ Ունենալ հոգեբան բոլոր պոլիկլինիկաներում եւս հնարավոր չէ, եւ դա նորից եմ կրկնում, դա Հայաստանի խնդիրը չի, դա ամբողջ աշխարհում, նույնիսկ շատ զարգացած երկրներում շարունակում է մնալ բավականին դժվարամատչելի, դժվար հասանելի ծառայություն։ Սովորացնելով բժշկին այն բազային հոգեսոցիալական հմտությունները, օրինակ ինչպես խոսել մարդու հետ, ինչպես բացահայտել իր խնդիր, ինչպես արձագանքել իր խնդրին, որը չի վերաբերվում բժշկական գանգատներին, եւ սովորեցնել հայտնաբերել այդ խնդիրները եւ ճիշտ ուղղորդում իրականացնել, սա է եղել ծրագրի ամբողջ նպատակը։ Եվ այսօր արդեն այդ ծրագրի շնորհիվ այդ իմ նշված մարզերում մարդիկ կարող են գնալ իրենց ընտանեկան բժշկի մոտ եւ ստանալ իհարկե խորհրդատվության մակարդակով աջակցություն, դա չի լինի հոգեբանական խորքային խորհրդատվություն կամ հոգեթերապիա, բայց ինքը կարող է հաստատ գոնե մի փոքր սփոփված զգալ, լսված զգալ եւ անհրաժեշտության դեպքում բժիշկը նաեւ արդեն կարող է ուղղորդում իրականացնել հոգեբույժի կամ հոգեբանի մոտ, բայց սովորաբար մենք տեսնում ենք, որ մեր բժիշկները լինելով շատ հոգատար, լինելով շատ էմպաթիկ, ապրումակցող, կարողանում են դա ինքնուրույն իրականացնել նաեւ ԱԱՊ օղակում։ Մյուս ծրագիրը, որը այդ ընթացքում իրականացվել է, մենք փորձել ենք նաեւ առաջի օգնության, հոգեբանական առաջի օգնության հմտությունները սովորացնել մյուս մեր առաջի դարպասապահներին, ուսուցիչներին, բուժքույրերին, սոցաշխատողներին, ովքեր որ աշխատում էին հատկապես սահմանամերձ մարզերում։ Խոսքը գնում է Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի մասին, մենք այնտեղ մոտ 1000 միասին բոլորը միասին մոտ 1000 հոգի վերապատրաստեցինք հենց առաջի արձագանքման մեթոդները, որպեսզի իրենք կարողանան շփվելով բնակչության հետ, թե տեղահանված, թե նաև կոնֆլիկտից տուժած, թե կորուստներ ունեցած, նաև ինչու ոչ հյուրընկալող համայնքում ապրող բնակիչների հետ կարողանան փոքրինչ մեղմել այն հոգեբանական տրավման, որը որ անխուսափելի է նման իրավիճակներում, որովհետև այո, մենք պետք է խոստովանենք, որ բոլոր արտակարգ իրավիճակները կարող են առաջացնել հետ ստրեսային ծանր իրավիճակներ, սուր ստրեսի դրսևորման տեսանկյունից, կարող են առաջացնել դեպրեսիա, կարող են առաջացնել տագնապային խանգարումներ եւ որ դրանք բացառիկ չեն։ Կարելի է իմանալ արդյոք կան ընդհանուր խորհուրդներ Մարետա, որոնք հնարավոր է այս պահին հնչեցնել մեր հեռուստադիտողների, իհարկե միշտ այսպես թաքուն հույս ունենք, որ դրա կարիքը չի լինի, բայց ինչպես դուք նշեցիք, բնական աղետները կամ արտակարգ իրավիճակները ցավոք անխուսափելի են, մենք ապրում ենք այսօր այդպիսի մի շրջանում եւ առհասարակ աշխարհամասում։ Խնդրեմ հնչեցնել ընդհանուր խորհուրդներ, որոնք ձեզ կիրառելի կլինեն ու խիստ կարեւոր այս պահին ֆիքսելու եւ մտապահելու համար։ Իհարկե շատ կարևոր է, որ նաև բնակչությունը իրազեկված լինի որոշակի քայլերի ուղղությամբ, թե մենք ինչ կարող ենք անել ինքներս մեզ համար եւ օրինակ մեր երեխաների համար, նախ եւ առաջ ճանաչել սեփական ռեակցիաները ստրեսին։ Դա շատ կարևոր է, որ մենք ոչ թե արտակարգ իրավիճակում, բայց ընդհանուր առմամբ պատկերացնենք, ոնց ենք մենք հակազդում ստրեսի ժամանակ։ Արդյոք մենք քարանում ենք, արդյոք մենք լացում ենք, արդյոք մենք զայրանում ենք, եւ դրանք բոլորը բնականon ստրեսային ռեակցիաներ են ստրեսին տրվող։ Եվ շատ կարևոր է դրանց ճանաչում այն տեսանկյունից, որ երբ որ մարդը գիտի իր հետ ինչ է կատարվում, ինքը արդեն իսկ որոշ չափով զինված է։ Շատ հեշտ կարելի է կիրառել որոշակի պրակտիկաներ հուզական կարգավորման, օրինակ շնչառական տեխնիկաներ։ Օրինակ, չգիտեմ, 5 մատի տեխնիկան, որը շատ հեշտ է արվում, մենք փորձում ենք ինքներս մտովի կամ եթե փորձում ենք ինչ-որ մեկին օգնել ծանր վիճակից դուրս գալ, խնդրում ենք 5 մատի վրա ցույց տալ յուրաքանչյուր մատին վերագրելով մի ցանկացած գործոն, որը մեզ օգնում է հաղթահարել ստրեսը։ Օրինակ խնդրում ենք մարդուն եւ մարդը ասում է՝ «Դավ, երբ որ դու վատ ես»։ Ամենապարզ լեզվով, ինչ ես անում։ Կարող եմ խոսել ընկերներիս հետ, դա թեթևացնում է վիճակը։ Կարող եմ քայլել երկար, ֆիզիկական ակտիվությունը թեթևացնում է վիճակը, երաժշտություն լսել, նկարչությամբ զբաղվել, երեխաներիս հետ ժամանակ անցկացնել, ջուր խմել, դա շատ անհատական է։ Ինչու եմ ես ասում, որ ամեն մեկս պետք է այս 5 մատը իմանանք մեր համար, որովհետև սա շատ անհատական է։ Բոլորիս համար այդ մեթոդները տարբեր են, բայց մենք պետք է մեզ հիշեցնենք արտակարգ իրավիճակներում եւս ինչ կարող եմ ես անել, որ մի փոքր թեթևացնեմ իմ վիճակը։
կապի մեջ մնալ հարազատների հետ, հուզական կապը չկորցնել, խոսել սեփական խնդրի մասին։ Մենք շատ հաճախ նաև մտածում ենք, որ եթե մենք կլռենք, միգուցե նաև հարազատները իրենց շատ վատ չեն զգալ, ինչ որ չափով խնայում ենք մեր հարազատներին, բայց իրականում այդ խոսելը իրենց էլ է պետք, մեզ էլ է պետք, մենք պետք է լինենք անկեղծ, այո, մեր հույզերի մեջ։ Երեխաների տեսանկյունից իրենց եւս պետք է անպայման սովորեցնել, թե իրենք ինչպես վարվեն իրենց հույզերի հետ եւ սովորեն խոսել իրենց հույզերի մասին, նորից չսովորեն դա փարփակել, ամփոփել իրենց ներսում։ Այդ առումով մենք երեխաներին եւս կարող ենք օգնել անել մեդիտացիա, լսել երաժշտություն, անել այն, ինչ ձեզ համար հնարավոր է այդ իրավիճակում, որտեղ իրավիճակները շատ տարբեր են, հասանելի է, կիրառելի են։ Եվ միշտ հիշել ամենակարևորը, որը որ մենք շատ հաճախ անտեսում ու մոռանում ենք։ Երբեք օգնության դիմելը ամոթ չէ, երբեք օգնության դիմելը թուլության նշան չէ, դա քաջություն է, հերոսություն է ճանաչել սեփական վիճակը, գիտակցված մոտենալ այդ վիճակին եւ ինչ որ մի բան շտկել դրա մեջ, խնդրելով թեկուզ մասնագիտական օգնություն։ Ի վերջո, իսկապես Ռիփսիմե ջան, եկեք խոստովանենք, որ հոգեբանական վերականգնումը ընդհանուր եւ ազգային վերականգնման ճանապարհներից կարեւորագույնն է եւ անհատի մակարդակով եւս կարեւորագույնն է։ Եթե մենք այդ ժամանակ բաց ենք թողնում այդ փոքրիկ շրջանը, երբ կարող ենք ինքներս մեզ օգնել, օգնություն խնդրել եւ չենք վերականգնվում հոգեպես, մեր ֆունկցիոնալությունը եւ հոգեկան առողջությունը հետագայում արդեն մեծ հարցականի տակ կարող է լինել եւ պահանջել երկարատև եւ խորը մասնագիտական մոտեցում։ Մինչդեռ շատ պարզ քայլերով մենք կարող ենք օգնել մեզ հենց սկզբից։ Անչափ շնորհակալ եմ, այնքան հետաքրքիր էր զրուցելը եւ լսելը, ես կարծում եմ մենք եւս մեկ հանդիպում պետք է ունենանք, Մարետա ջան, որպեսզի շատ ավելի լայնորեն բացենք եւ այս բոլոր թեմաներից մի քիչ ավելի բաց խոսենք, կարծում եմ, որ դրա կարիքը միանշանակ կա, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հյուրընկալեցիք եւ ես հավելեմ, ինչպես նշեց մեր հյուրը, որ քաջություն է խոսել սեփական հոգեկան առողջության կամ այն փոքրիկ մարտահրավերների ու խնդիրների մասին, որոնց մենք առնչվում ենք, հիշեցնեմ, որ մեր հոգեկան առողջության պատասխանատուն հենց ամենաառաջինը մենք ենք, այսինքն դա նաև շատ կարևոր պատասխանատվություն է։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանրային առողջապահության ծրագրերի համակարգող հոգեկան առողջության պատասխանատու հոգեբան Մարետա Խուրշուդյանը, ում հետ մենք խոսեցինք հոգեկան առողջության կարևորության մասին, իրազեկման մի շարք ծրագրերի եւ իհարկե խոսեցինք ինչքանով է կարևոր ճիշտ գործելակարգը բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպքում։ Այս պահին առաջարկում եմ տեղափոխվել խորհուրդ մասնագետից էջ։ Ողջույն, ես դիմացնոտ եմ վիրաբույժ բժիշկ կոսմետոլոգ Անուշ Մադոսյանը։ Ուզում եմ խոսել պիգմենտացիայի մասին։ Քննարկենք պիգմենտացիայի առաջացման պատճառները, կանխարգելումը եւ բուժման մեթոդները։ Դասակարգում ենք պիգմենտացիա առաջացման երկու տեսակ՝ պաթոլոգիական եւ ֆիզիոլոգիական։ Սկսենք թերևս կարևորից՝ ֆիզիոլոգիական պատճառներից։ Արևային պիգմենտացիա, հորմոնալ որոշակի խանգարումներ, հատկապես օրինակ հղիության ընթացքում մելազմայի մասին է խոսքը, եւ ժառանգական նախատրամադրվածություն։ Պաթոլոգիական շարքին են դասում որոշակի ներքին հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները եւ էնդոկրին որոշակի խանգարումներ։ Խոսենք պիգմենտացիայի բուժման մեթոդների եւ դիմելիության մասին։ Բուժման մեթոդները համակցված են։ Ունենք ներարկումային միջամտություններ, IPL թերապիա, այսինքն լուսային էներգիայի մասին է խոսքը, որոշակի պիլինգներ, որոնք ապահովում են մեղմ շերտազատում, արդյունքում մաշկը սկսվում է գունաբացվել։ Եվ իհարկե այս ամենի հիմքում ճիշտ տնային խնամքի նշանակումն է։ Պիգմենտացիայի առաջացման պատճառները բազմազան են, բայց քննարկենք թերևս ամենատարածված խնդիրը։ Խոսքը SPF-ի չկիրառելու մասին է, քանի որ արդյունքում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները ուղղակի սպանում են մաշկի պաշտպանիչ բարիերը։ Թերևս միջին վիճակագրական տվյալներով պիգմենտացիայի բուժման նպատակով դիմում են այն անձինք, ովքեր չեն կիրառել SPF-ներ եւ չեն կիրառել ճիշտ տնային խնամք։ Կախված պիգմենտացիայի տեսակից, թե ինչ պիգմենտացիայի տեսակի հետ կաշխատենք, այսինքն խոսքս հիպերպիգմենտացիայի կամ պիգմենտացիայի մասին է, առաջարկում ենք մի շարք լուծումներ։ Ներարկումային միջամտություններ, որոնց հիմքում կա վիտամին C-ի ածանցյալներ։ Լուսային թերապիա, խոսքս IPL ապարատների մասին է։ Քիմիական որոշակի պիլինգներ, որոնց արդյունքում մաշկը շերտազատվում է եւ ունենում ենք գունաբացված հատված։ Չպետք է մոռանալ մի շատ կարևոր սպեկտրի մասին։
Կաբինետից դուրս գալուց պետք է հիշել, որ բուժառուն անպայման պետք է հետևի բժշկի ցուցումներին, այսինքն ճիշտ նշանակված տնային խնամքը հաջողության կեսն է։ Բուժման կայուն արդյունքի հասնելու համար հարկավոր է ունենալ որակյալ խնամքի միջոցներ։ Այդ իսկ պատճառով պետք է հետևել բժշկի ցուցումներին եւ ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ։ Ռեմիսիայի կայուն եւ ֆիքսված արդյունք ունենալու համար պետք է հետևել բժշկի ցուցումներին եւ օգտագործել այնպիսի պրոդուկտներ, որոնք լիարժեք համապատասխանում են խնդրին։ Այսօր ուզում եմ խոսել Dermedic Melumin շարքի մասին։ Մաշկը գունավորացող ցերեկային քսուկ 50 SPF-ով։ Այս պրոդուկտը հրաշալի համապատասխանում է թե պիգմենտացիայի եւ թե հիպերպիգմենտացիայի դեպքում։ Ակտիվորեն աշխատում է պիգմենտային բծերի, պեպենների, հորմոնալ որոշակի փոփոխություններում առաջացած բծերի դեմ։ Հաջորդ պրոդուկտը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, գիշերային քսուկ կոնցենտրատ պիգմենտային բծերի դեմ։ Կլինիկորեն եւ մաշկաբանորեն հաստատված պրոդուկտ, որը աշխատում է, երբ դուք քնած եք։ Հաշվի առնելով մաշկի տեսակը չպետք է մոռանալ թերևս ամենակարևոր հատվածի մասին՝ մաշկի խորը մաքրման, դեմակիաժի եւ հարթ ռելիեֆի մասին։ Ուզում եմ ներկայացնել մաշկը գունաբացող միցելային էմուլսիան, որը խորապես մաքրում է մաշկը, ապահովելով մաշկի հարթ ռելիեֆ։ Շոշափելի եւ կանխատեսելի արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում միջոցների համալիր կիրառումը։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը խորհուրդ ծնողներին էջով եւ մինչ թեմային անդրադառնալը հիշեցնեմ, որ մեր այս հատվածի գործընկերն է բելգիական Ontex ընկերությունը իր Canbebe ապրանքատեսակով։ Canbebe տակդիրները չեն պարունակում պարաբեն, օծանելիք եւ այլ գրգռող նյութեր, ապահովելով ձեր փոքրիկների հարմարավետությունը։ Ասեմ, որ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու, որը կարծում եմ շատ ծնողների համար արդիական կլինի։ Խոսելու ենք երեխաների ուշադրությունից, առաջադիմությունից եւ իհարկե հաճախ շեղվելու եւ կենտրոնացուն ուշադրությունը դժվար պահելու մասին։ Այսօրվա իմ հյուրն է կանահոգեբանական կենտրոնի հոգեբան, հիշողության զարգացման մարզիչ Լիլիթ Հարությունյանը։ Ողջույն, սիրելի Լիլիթ, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հյուրընկալել եք։ Նախ եկեք խոսենք, ինչպիսին են հիմնական պատճառները, ինչու են երեխաները այսքան դժվար կենտրոնանում, եւ իհարկե երբ կարելի է մտահոգվել ու հասկանալ, որ երեխան օգնության կարիք ունի եւ սեփական երեխան ունի հակում անընդհատ շեղվելու։ Շատ լավ։ Ընդհանուր առմամբ երեխաների մոտ կենտրոնացման դժվարությունները կարող են տարբեր պատճառներ ունենալ, ինչպես արտաքին գործոններ, այնպես էլ ներքին որոշակի գործոններ։ Արտաքին գործոններից հիմնականում համարվում են օրինակ տանը կամ այն միջավայրում, որտեղ երեխան դաս է սովորում, էկրանների առկայությունը, միացված էկրանների առկայությունը հիմնականում, հեռուստացույց, խաղեր, հեռախոսի առկայությունը եւս։ Ինչպես նաեւ տանը աղմուկը, որը երեխաներին շատ կարող է խանգարել այդ միջավայրը, որպեսզի կենտրոնանան դասերի վրա, լուսավորության պակասը, տարբեր արտաքին գործոններ։ Ներքին գործոններից կարող են լինել ներքին լարվածությունը երեխայի մոտ, մոտիվացիայի պակասը, որոշակի կոնֆլիկտները ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, ինչպես նաև ցանկության բացակայությունը կամ դասերի նկատմամբ բացասական վերաբերմունքը որոշակիորեն, որը արդեն հոգեբանական տարբեր խնդիրներ են, այո։ Եվ ուրեմն եթե խոսենք լուծումներից, օրինակ առաջին քայլը ինչպես կարող է ծնողը համապատասխան միջավայր ստեղծի տանը, որպեսզի երեխան կարողանա հեշտ կենտրոնանա եւ հանգիստ օրինակ իր տնային առաջադրանքները անի։ Առաջին հերթին հենց այդպիսի անկյուն է հարկավոր երեխայի համար ստեղծել, որպեսզի նա կարողանա հեշտ կենտրոնանալ։ Լուսավոր անկյուն, այնպիսի սեղան եւ աթոռ, որը երեխայի տարիքին, երեխայի հասակին հարմարավետ կլինի նստելու համար, ինչպես նաեւ արտաքին բոլոր խանգարող հանգամանքները վերացնել, որպեսզի երեխան իմանա, որ տվյալ ժամանակահատվածը ինքը անցկացնելու է այդտեղ եւ կենտրոնանալու է դասերի վրա։ Բացի այս բուն, այսպես ասած, միջոցառումներից, որ պիտի համապատասխան անկյուն լինի կամ համապատասխան կահավորում լինի, հետաքրքիր է իմանալ օրինակ մեր հեռուստադիտողներին, ինչպես ծնողները ինչ ռազմավարություն մշակեն, ինչպեսի հոգեբանական միգուցե հմտություններ կիրառեն, ինչպեսի վարժանքներ կամ տեխնիկաներ կան, որ երեխան ավելի հեշտ սկսի կենտրոնանալ եւ մարզի ուշադրությունը եւ այդքան հաճախ չշեղվի։ Առաջին հերթին նախքան վարժանքներին անցնելը շատ կարևոր է ծնողի վստահություն տալը երեխային, այսինքն ծնողը պետք է մշտապես խրախուսի երեխայի ջանքերը, շատ չկենտրոնանա արդյունքի վրա, որովհետև մենք ինչպես գիտենք, հնարավոր է նաև բացասական արդյունք, հնարավոր է երեխան ինչ որ առաջադրանք կատարելուց դժվարանա կամ սխալվի, իհարկե, բայց պետք է չկենտրոնանալ դրանց վրա։
այլ ավելի շատ խրախուսել երեխայի ջանքերը, որպեսզի նա շարունակի եւ նաեւ նախաձեռնող լինի տարբեր առաջադրանքներ կատարելուն։ Ինչ վերաբերում է վարժություններին, տարբեր վարժանքներ կան, որոնք որ կարող են կիրառել, կարող են լինել լաբիրինթոստներ, կառուցողական առաջադրանքներ, կարող են լինել փազլներ, որոնք կհավաքեն, որոնք կենտրոնացնում են երեխայի ուշադրությունը, ինչպես նաեւ ավելի շատ երեխայի մոտ համբերատարություն են ձևավորում, որ ժամանակ տրամադրի եւ կարողանա հաջողել։ Ինչպես նաեւ շատ խաղային մեթոդներ, որոնք հենց տնային պայմաններում ծնողը կարող է ցանկացած եւ բակում եւ տանը կարող է իրականացնել։ Օրինակ երեխային խնդրում ենք ուշադրություն դարձնել իր շրջապատում գտնվող որոշակի առարկաների եւ հետո դրանցից ոմանք կարող ենք տեղափոխել կամ հանել եւ խնդրում ենք երեխային նորից դիտել, ինչն է պակասում, ինչի տեղն է փոխվել եւ այլն։ Այո։ Այդպես մենք կարող ենք դիտողականությունը երեխայի զարգացնել, որպեսզի նա եւ տարբերությունները ավելի լավ կարողանա տեսնել եւ տեսնի ինչ փոփոխություններ են լինում, կապեր որոշակի բաների միջև տեսնի։ Այո։ Սա կարծում եմ շատ կարելի ասել կարևոր է, միևնույն ժամանակ ժամանակատար եւ երևի թե փաստենք, որ ծնողի համար եւս պետք է մի քիչ ժամանակ ու համբերություն դրսեւորել այստեղ եւ օրինակ ծառայել դրանով, իսկ երեխային, որպեսզի նա ոչ թե այդ ձախողումներից հուսահատվի եւ արագ արդյունքներ ուզի, այլ զինվի համբերությամբ, որպեսզի առաջընթաց գրանցի։ Եթե կարելի այսպես ամփոփելով ասենք, Լիլիթ, խնդրեմ ասեք նաեւ ինչքանով է կարևոր համագործակցությունը դպրոցի, ուսուցչի եւ ծնողի, որտեղ ես գիտեմ, որ բնականաբար ինչքանով կարևոր է կրթելը երեխային ոչ միայն գիտելիքներ զինելով, այլ նաեւ այս փոքրիկ սովորույթներով, որպեսզի երեխան կարողանա ժամանակին հավաքվի, կենտրոնանա եւ այդ առաջադիմություն ունենա դպրոցում, հետո այդ սովորույթները բերի նաեւ տուն։ Ինչքանով է կարևոր այս կապը ծնողի եւ ուսուցչի մանկավարժի միջև։ Իրականում հաճախ մենք ծնողներին խորհուրդներ տալիս ենք ինչպես զբաղվեն երեխաների հետ, ինչպես անեն, որ երեխաները հեշտ կենտրոնանան, սակայն դա միայն ծնողի խնդիրը չէ տվյալ պարագայում դասերի հետ կապված, որովհետև դպրոցը եւս իր մեծ դերն ունի։ Եթե ծնող ուսուցիչ հարաբերությունները եւ համագործակցությունը արդյունավետ չեն եւ չեն իրականացվում, ապա այդտեղ հիմնականում խնդիրը չի լուծվում։ Եթե ուսուցիչը ծնողին օրինակ որոշակի դիտարկումներ է անում երեխայի հետ կապված եւ ծնողը դրանք չի ընդունում եւ չի փորձում փոփոխել որոշակի բաներ, ապա այդտեղ փոփոխություն չի լինում։ Նույնը հակառակի դեպքում, երբ որ ծնողն է խնդրում ուսուցչին որոշակի կետերի ուշադիր լինել եւ ոչինչ չի արվում, ապա այդտեղ արդյունք չենք ունենում։ Իսկ երբ երկուսն էլ արդյունավետ համագործակցում են երեխայի գերակաշահը հաշվի առնելով, արդեն մենք տեսնում ենք որքան արդյունավետ է այդ գործընթացը իրականանում եւ երեխան էլ որքան հանգիստ եւ սահուն կերպով է այդ գործընթացում իրեն դրսեւորում։ Այսինքն շատ կարևոր է այստեղ հետևողականությունը եւ չանտեսելը։ Միմյանց դիտարկումները, ինչպես դուք ասեցիք, շատ լավ։ Տեսեք, օրինակ համապատասխան միջավայրը ստեղծված է, կահավորումը կա, երեխայի հետ միգուցե տարբեր զրույցներ տանում են ու փորձեր անում են, բայց կան դեպքեր, երբ դա այդքան էլ հեշտ չէ երեխային բերել այդ դաշտ, կենտրոնացման, ուշադրության, երբ կարող է ծնողը հասկանալ, որ ամեն դեպքում կա նեղ մասնագետի միջամտության կարիք, կարծում եմ, որ շատերը նույնիսկ չգիտեն, որ կան այդպիսի մարզիչներ, ուշադրության կամ կենտրոնացման, խնդրեմ նաև ասեք ձեր գործունեության մասին եւ ինչպես կարող է ծնողը հասկանալ, որ այս դեպքում օրինակ նման կենտրոնների կամ մասնագետների կարիք ունի իրենց երեխան։ Երբ որ մենք տեսնում ենք, որ մեր երեխան դժվարանում է յուրաքանչյուր գործընթացում կենտրոնանալու, անգամ եթե մենք գիտենք, որ իր համար շատ հետաքրքիր է այդ տվյալ գործունեությունը, եւ եթե օրինակ տարբեր փոքր բաներում, անգամ մեծ այդ զրույցի ընթացքում տեսնում ենք, որ երեխան հեշտ է շեղվում, միանգամից մտքի թելը կտրվում է, ինքը սկսում է ուրիշ բանով զբաղվել, նաեւ հասակակիցների հետ շփման ընթացքում մենք տարբերությունները ավելի ակնառու են մեզ համար դառնում, արդեն այստեղ որոշակիորեն կարիք կա կամ երեխայի հետ ավելի շատ աշխատանքներ իրականացնելու կամ մասնագետի դիմելու։ Ավելի հաճախ հենց խորհուրդ ենք տալիս միանգամից մասնագետի դիմել, որպեսզի եւ ախտորոշում որոշակի իրականացվի կամ ստուգիչ թեստերի միջոցով կհասկանանք մակարդակը ուշադրության եւ նաեւ որոշակի աշխատանքներ կտարվեն, որը կնպաստի ավելի հեշտ եւ արագ խնդիրը լուծել։ Այստեղ շատ կարեւոր է մասնագետի հետ համագործակցությունը, որովհետեւ հաճախ նաեւ տնային հանձնարարություններով եւ այլն մասնագետները կարողանում են տվյալ աշխատանքը իրականացնել եւ ծնողի ներգրավվածությունը միայն արդյունավետ է։ Կարևոր է։ Այսինքն ստացվում է, որ բանալ շփման միջոցով կարելի է նույնիսկ զրույցի ընթացքում նկատել, որ երեխան շատ է շեղվում կամ հասակակիցների հետ շփման հարցում էլ ինչ որ բաներ մոռանում է, կարող ինչ որ իրեր է մոռանում, չգիտեմ, առաջադրանքներն է մոռանում, իրեն ուղղված խնդրանքն է մոռանում, այսինքն սա բանալ շփման միջոցով երեխայի վարքի միջոցով կարելի է հասկանալ, որ երեխան չի կենտրոնանում ու ունի օգնության կարիք։ Շատ լավ, եթե ունեք խորհուրդներ ընդհանուր ծնողներին ինչ կարող են անել, որպեսզի երեխաները ավելի կենտրոնացած լինեն, խնդրեմ այդքանով ամփոփենք։
Հիմնական խորհուրդը կլինի այն, որ երեխաներին մշտապես աջակցեն եւ չստեղծեն երեխաների մոտ վախ սխալվելուց, որպեսզի երեխաները ավելի հեշտ հաղորդակցվեն ծնողների հետ։ Ինչ վերաբերում է կենտրոնացմանը, այդ արդյունավետ ժամանակը, որը փորձում են ծնողները երեխաների հետ անցկացնել, լինի հենց վարժությունների միջոցով, երեխային զարգացնելու միջոցով, ուշադրությունը կենտրոնացնելու միջոցով։ Եւ նշված խորհուրդները, նշված խաղերը եւ այլն կարող են կիրառել նաեւ ազատ ժամանակ, երբ որ ցանկանում են ինչ-որ ժամանց ունենալ երեխայի հետ, սակայն չեն ունենում տարբերակներ։ Այո, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք երեխաների ուշադրությունից, կենտրոնացման մի շարք խանգարումներից, ինչու ոչ, խոսեցինք այն տեխնիկաներից եւ մոտեցումներից եւ ռազմավարությունից, որ պետք է կիրառեն ծնողները, եւ իմ այսօրվա հյուրն էր Կանա հոգեբանական կենտրոնի հոգեբան, ուշադրության մարզիչ Լիլիթ Հարությունյանը։ Հուսամ, որ թեման հետաքրքիր էր, իսկ մենք այս պահին տեղափոխվում ենք գեղեցկության գաղտնիքների ետևից։ Հարգելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ Իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնից։ Այսօր զրուցելու ենք կենտրոնի կոսմետոլոգ Մանիկ Սահակյանի հետ եւ կքննարկենք ինչ է իրենից ներկայացնում Վիորա սարքը, ինչ հնարավորություններ ունի եւ ինչպիսի ակնկալիքներ ունենալ այս սարքի կիրառումից հետո։ Ողջույն Մանիկ։ Բարև ձեզ։ Պատմեք խնդրեմ, ինչ է Վիորա սարքը, կարծես թե իր մասին բավականին շատ խոսում ենք, բայց միևնույն ժամանակ շատ էլ ունիվերսալ է եւ կարելի է անվերջ թվարկել առավելությունները։ Ինչ է իրենից ներկայացնում եւ հիմնականում ինչ խնդիրների դեպքում են դիմում հենց Վիորա սարքից օգտվելու համար։ Վիորան միջազգային ճանաչում ունեցող բազմաֆունկցիոնալ սարք է, որը լայն կիրառություն ունեցավ էսթետիկ ոլորտում։ Այն միաժամանակ լուծում է մի քանի խնդիրներ։ Որոնք են Վիորա սարքի առավելությունները, միգուցե առանձնահատկությունները այլ սարքերի համեմատ։ Վիորան առանձնանում է նրանով, որ այն բազմաֆունկցիոնալ է, այսինքն կիրառում ենք մարմնի գրեթե բոլոր հատվածների խնդրի առկայության դեպքում։ Եվ կարծես թե արդյունքը շատ ավելի արագ է լինում, վերականգնողական շրջան չի պահանջում։ Այո, վերականգնողական շրջան գրեթե չի պահանջում, այն արագ է եւ անցավ է։ Ամենը կարծես ինչպես սիրում ենք, բոլոր կանայք ուզում են արագ արդյունք, անցավ եւ առանց վերականգնման շրջանի։ Մանիկ, խնդրեմ պատմեք ինչպիսի գլխիկներ ունի, ես գիտեմ, որ Վիորան այո բազմաֆունկցիոնալ է եւ ինչպես դուք ասացիք, մարմնի բոլոր հատվածների համար գրեթե կիրառում եք, միայն փոխում եք գլխիկները, եթե կարելի է մանրամասնեք, որոնք են ամենապահանջվածը եւ որ հատվածների համար եւ հիմնականում ինչ խնդիրներ է լուծում Վիորան։ Կդժվարանամ պատասխանել, որովհետև բոլոր գլխիկներն էլ պահանջված են, պարզապես ունենք պրոցեդուրաներ, որոնք որոշակի սեզոնայնություն են պահանջում, MT-յագը եւ էֆիրը սովորաբար կատարում ենք գարնանը եւ աշնանը, այսինքն խուսափում ենք արևային սեզոնից։ Այն ինչպիսի արդյունք են ակնկալում Վիորան կիրառելիս։ Ինչ խնդրով են գալիս եւ ինչպեսի արդյունք են ստանում։ Հիմնականում դիմում են թուլացած մաշկ, կնճռոտված, այն խթանում է կոլագենը, հիմնական շատ պահանջված է ակնեի բուժման ընթացքում ենք շատ կիրառում, նաեւ մարմնի որոշակի հատվածների կոնտուրի դեպքում լայն կիրառություն ունի V-ֆորմը։ Այո։ Օրինակ V-ֆորմը առաջարկում ենք այն դեպքում, երբ որ բուժարուն մեզ դիմել է եւ ունի որոշակի հատվածներում ճարպային կուտակում եւ թուլացած մաշկ։ VST-ին բուժարուին առաջարկում ենք, երբ որ մաշկը թուլացած է, մաշկի վրա առկա են բծեր, պիգմենտացիաներ, կոլագենի ակտիվ սինթեզ է հարկավոր մաշկին ավելի երիտասարդ եւ ձգված տեսք ունենալու համար։ Իսկ MT-յագը հիմնականում մազանոցների հեռացման համար ենք կիրառում եւ մարմնի եւ դեմքի շրջանում։ Մեր մյուս գլխիկը դա էֆիրն է, որը նույնպես շատ պահանջված է, այն կիրառում ենք պզուկների, պոստակնե հետքերի եւ մաշկի ձգման նպատակով։ Շատ լավ Մանիկ, իսկ ինչքան հաճախ եք խորհուրդ տալիս կատարել այս պրոցեդուրաները եւ իհարկե արդյունքը ինչքան երկարատև կարող է լինել։
Ուրեմն յուրաքանչյուր պրոցեդուրա ունի իր կատարման ժամանակահատվածը, այսինքն եթե կատարել ենք V-form, այն կրկնում ենք 2 օրը մեկ եւ կատարում ենք 3 պրոցեդուրա։ Իսկ VST-ն այն բավականին երկար ժամանակահատվածում նույնպես կատարում ենք 3 փուլով 14 օրը մեկ կրկնում ենք, այնտեղ MTIAG-ը եւ EFR-ը մի փոքր ավելի երկար են կատարում պրոցեդուրաները, ամիսը մեկ ենք կատարում եւ հետեւում ենք արդյունքներին մինչեւ վերջնական արդյունքը տեսնելու համար։ Այսինքն ինչ որ առումով նաև անհատական է թե հաճախականությունը, թե լավագույն արդյունքի տևողությունը։ Այո։ Կան խորհուրդներ, որ դուք կտաք Մանիկ վիորասարքից օգտվելու համար, ինչ պետք է կանայք իմանան եւ որ դեպքում անմիջապես դիմեն ձեզ։ Ես կանանց խորհուրդ կտամ այնքանով հանգիստ լինեն, որ սարքը բացառապես բժշկական է, ատրավմատիկ, նորից եմ կրկնում, վերականգնողական շրջան չի պահանջում, ցավային չի, որը շատ կանանց մոտ որոշակի կոմպլեքսներ է ձևավորում եւ խուսափում են պրոցեդուրաներ կատարելուց։ Գրեթե հակացություններ չկան, բայց ցանկալի է, որ բուժարոն դիմի մեզ մոտ կոնսուլտացիան անվճար է, մենք սիրով կպատասխանենք բոլոր հարցերին։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, Մանիկ, հիշեցնեմ, որ մենք այսօր եւս մեկ անգամ անդրադարձանք վերջին սերնդի վիորասարքին, իմացանք բոլոր առավելությունները, այս սարքի հնարավորությունների հետ ծանոթացանք, կարծես թե շատ գայթակղիչ եւ անվտանգ է հնչում, այնպես որ ինչպես Մանիկը նշեց, կարող եք դիմել իմպլանտում էսթետիկ կենտրոն հավելյալ ինֆորմացիա ստանալու համար։ Իսկ մենք դեռ կհանդիպենք, մնացեք մեզ հետ, եղեք առողջ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր պատրաստել էինք այսքանը, մինչ թեմաների ամփոփումը հիշեցնեմ, որ մեզ կարող եք դիտել նաև YouTube-յան ալիքով, ինչպես նաև շարունակեք ուղարկել մեզ հաղորդագրություններ ձեզ հուզող ակտուալ թեմաների շուրջ, որոնց մենք պարտադիր մեր թողարկման ընթացքում կանդրադառնանք։ Գլխավոր թեմայի շրջանակներում խոսեցինք հոգեկան առողջության կարևորության մասին։ Մեր զրուցակցի հետ մասնավորապես խոսեցինք ինչքան կարևոր է այս իրազեկումը, հատկապես բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների դեպքում եւ ինչպիսի մասնակցություն եւ աջակցություն ունի Հայաստանը առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից։ Այնուհետև զրուցեցինք մեր նոր գործընկերոջ հետ, ում հետ քննարկեցինք ինչ է իրենից ներկայացնում պիգմենտացիան եւ ինչպես կարելի է ազատվել այս անցանկալի պիգմենտացիոն բծերից, մասնավորապես կլինիկորեն հաստատված դերմատոկոսմետիկ միջոցներով, դերմետիկ կոչվող մաշկի խնամքի միջոցներից, որոնցով կարելի է ազատվել պիգմենտացիոն բծերից եւ ճիշտ ու գրագետ խնամել մաշկը։ Հաջորդիվ չմոռացանք նաև մանուկների մասին, խոսեցինք երեխաների համար ինչքան կարևոր է ճիշտ կենտրոնացումը եւ մանկական հոգեբանից ստացվող խորհուրդներ, ինչպես պետք է վարվեն ծնողները ավելի կենտրոնացված եւ երեխաների ավելի լավ առաջադիմության համար։ Հաջորդիվ չմոռացանք մեր գործընկեր իմպլանտում էսթետիկ բժշկական կենտրոնի մասին, որտեղ կոսմետոլոգը մեզ ներկայացրեց նորագույն վերջին սերնդի վիորասարքի մասին, որը կարող է օգնել մեզ ապահովել կամ վերականգնել մեր դեմքի օվալը։ Հուսամ, որ այսօրվա թեմաները ձեզ համար հետաքրքիր էին, մնացեք մեզ հետ, եղեք առողջ։